Ռոբոտ ձեռք, որը կփոխարինի մարդու ձեռքին վտանգավոր ոլորտներում, քիմիական փորձեր անելիս, հոսանքի հետ գործ ունենալիս, շինարարության ժամանակ եւ այլն։ Շիրակացու ճեմարանի 11-րդ դասարանի սովորողներն են այն ստեղծել STEM նախագծի շրջանակում։ Նպատակին հասնելու համար ռոբոտ ձեռքը դեռ պետք է կատարելագործեն։ Ձեռքը տպված է 3D տպիչի միջոցով եւ այն աշխատում է պոտենցիոմետրերի միջոցով։ Ներկա պահի դրությամբ ինքը կարող է վերցնել փոքր ծանրություն ունեցող առարկաներ։ Մենք ծրագրավորել ենք այնպես, որպեսզի երեխաների համար զվարճացնելու համար ինքը կարող է չինգաչուն խաղալ։ Բժշկության մեջ էլ որպես պրոթեզ ցանկանում ենք օգնել կարիքավոր մարդկանց։ Պլանավորում ենք նաև հեռակառավարվող դարձնել ֆլեքս սենսորների միջոցով, որպեսզի առանց պոտենցիոմետրերի լինի։ Creative Systems ընկերությունը 4-ից 14 տարեկան երեխաների համար ռոբոտաշինության դասընթացներ է մշակել, իրականացնում ու նաև առաջարկում ուրիշներին։ Երեխաները գալով մեզ մոտ կառուցում են իրենց ռոբոտները, որից հետո անցնում են այդ ռոբոտների ծրագրավորմանը, ինչպես նաև մենք կրթական կազմակերպություններին, ուսումնական կենտրոններին, դպրոցներին, մանկապարտեզներին առաջարկում ենք մեր մշակած մեթոդոլոգիան եւ էկոհամակարգը ներդնել իրենց մոտ։ Այս եւ շատ այլ նորարարություններ Meridian Expo կենտրոնում։ Հոկտեմբերի 10-ից 12-ը այստեղ կանցկացվի տարվա գլխավոր տեխնոլոգիական միջոցառում ցուցահանդեսը Digitech 2025-ը, միավորելով ու ներկայացնելով Հայաստանի, օտարերկրյա ու միջազգային ընկերությունների տեխնոլոգիական ներուժն ու զարգացումները։ Ժամանակին խաշի սեղանի շուրջ ծագած ու քննարկված մտքերը այնքան կենսունակ են գտնվել, որ դրա արդյունքում հիմնված միջոցառումն անցկացվում է արդեն 20-րդ տարի։ Ամենամյա Digitech-ն իրականացնում է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պետության աջակցությամբ։ Մեծ տեսլական էր, որ մի օր Digitech-ը կդառնա այսպիսի մի իրադարձություն եւ հարթակ նաեւ միջազգային տեխնոլոգիական ձեռնարկությունների ու գործիչների համար։ Կարծում եմ արդեն իսկ կարող ենք ասել, որ Հայաստանը մեր տարածաշրջանում գտնվում է առաջընթացի կիզակետում, բայց կարևոր է ձեռքբերումները պահպանել ու զարգացնել։ Ամբողջ աշխարհում տեխնոլոգիաների ոլորտում մեծ փոփոխություններ են կատարվում եւ մենք արդեն տեսել ենք ինչպես է ծրագրային ապահովումը արագ փոխվում արհեստական բանականության ազդեցությամբ։ Մենք բախտավոր ենք, որ ունենք առաջատարներ, ականավոր ու ամբողջ աշխարհում հայտնի անուններ, որոնք այստեղ ելույթներ կունենան, կներկայացնեն ձեռքբերումները, կպատմեն արհեստական բանականության հեղափոխության մասին։ Երևանի քաղաքապետարանը միջոցառման ընթացքում ներկայացնելու է մայրաքաղաքում թվային լուծումներով իրականացվող ծրագրերը։ Մեր ներգրավվածությունն այս տարի առավել ընդգծված։ Մենք Digitech-ի կողքին ենք որպես գործընկեր, որը կարողացել է ներդնել նորարարությունը քաղաքային կառավարման մեջ։ Տեխնոլոգիաները մեզ համար գործիք են, քաղաքը դարձնելու ավելի արդյունավետ, ավելի կանաչ, ավելի մարդակենտրոն։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Digitech-ը համարում է ոչ միայն աշխարհին տեխնոլոգիական ձեռքբերումները ցույց տալու, այլև գրանցված նվաճումներից ոգեշնչվելու եւ ավելի լավ աշխատելու հնարավորություն։ Ինքն այդպես էլ արել է։ Միջոցառմանը գալիս խցանման մեջ բավարար ժամանակ էր ունեցել եւ առանձնացրել նախորդ տարվա աշխատանքի արդյունքները 15 կետով։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու նպատակով օրենսդրության ընդունում, խոշոր ֆինանսական հատկացումներ, հարկային ու մաքսային արտոնություններ, գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետ ապահովող Starlink արբանյակային համակարգի հասանելիություն եւ այլն։ Սա նշանակում է, որ արդեն վաղը այսօր Digitech-ից հետո նոր եռանդ ենք ստանալու, նոր լիցքերով վերադառնալու ենք կատարելու մեր աշխատանքները։ Ինչու եմ սա հարկ համարում ձեզ հետ կիսվել, որովհետեւ կարեւոր է, որ մեր երազանքների հասնելու համար մեզնից յուրաքանչյուրը իր տեղում հետևողական ու մեծ նվիրումով գնա եւ անի իր աշխատանքը։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչն ընդգծեց այն մեծ առաջընթացը, որն ունեցել է Digitech-ը։ Դուք շատ լավ գործ եք արել։ Տարիներ առաջ մենք Digitech-ի հովանավորներից ենք եղել։ Մի քանի անգամ ես մասնակցել եմ այս միջոցառմանը, հիմա նույն իրադարձությունը չեմ ճանաչում։ Այժմ այն դարձել է իմ կարծիքով կարևոր իրադարձություն ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի թվային ու տեխնոլոգիական ոլորտներում։ Խոսելով Եվրամիության անունից հպարտ եմ, որ մենք մասնակից ենք այս իրադարձությանը։ Շատ կարևոր է այս ծրագրի միջոցով նաև օժանդակել կրթության առաջընթացին։
Հանրապետության նախագահը նույնպես մասնակցել է Digitech 2025 միջազգային տեխնոլոգիական էքսպոյին։ Շրջայց է կատարել տաղավարներով, ծանոթացել ներկայացված ստարտափերին, նորարարական լուծումներին եւ բարձր տեխնոլոգիական ոլորտի վերջին ձեռքբերումներին։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել նախաձեռնության շարունակականությունն ու ընդգծել, որ նման հարթակները կարևոր դեր են խաղում նորարար միտքն ու բիզնեսը միավորելու, տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու եւ Հայաստանի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու գործում։ Քաղաքում դեպք պատահեց, երբ գազի արտահոսքի պատճառով շենք պայթեց, որը մեծ վնասների հանգեցրեց եւ մեր ռոբոտը տեղաշարժվում է գազադար խողովակի վրայով եւ գտնում է գազի աղբյուրը։ Բայց կարող եմ մտածել, որ սա պետք է ամբողջական լինի, բայց դուք տեսեք։ Ասենք ինչու է։ Ասեմ, որ քանի որ գազի խողովակը ունենում է հատվածներ, որոնցով ինքը ամրանում է գետնին, մենք բաց ենք թողել այս մասը, որպեսզի Digitech 2025-ն այս տարի առաջին անգամ կանցկացվի 3 օր ու 3 գիշեր։ Ցերեկային ժամերին բիզնես հատվածն է ավանդական ցուցահանդեսով եւ կոնֆերանսով, իսկ երեկոյան եւ գիշերային ժամերին կլինի մշակութային ծրագիր Տիգրան Համասյանից մինչեւ Մուրկով։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։